Ստեղծագործական ինքնավստահությունը ոչ թե բախտի հարց է, այլ նյարդաբանություն։ Ու ես կբերեմ 3 օրինակ, որոնք արագ կբացատրեն, որտեղից է գալիս անինքնավստահությունդ ու կօգնեմ այն շրջել վստահության։ Առաջին, երբ հոգնած ես, ուղեղդ թերագնահատում է քո գաղափարները։ Երբ հոգնած ես, ուղեղիդ ճակատային կեղևը ավելի թույլ է աշխատում, իսկ բացասական կողմնակալությունը աճում է, ինչը զգացվում է իբրև կասկած սեփական գաղափարների ու կարողության նկատմամբ։ Ուրեմն մի դատի գաղափարներդ հոգնած ժամանակ, որ չսնես կասկածներդ։ Երկրորդ, վստահությունը աճում է, երբ ինչ-որ գործ ավարտի ես հասցնում, ոչ թե երբ սկսում ես։ Ավարտը դոպամին է արտադրում։ Սկսելը ստեղծում է սկզբնական քաոս ու անհանգստություն։ Ստեղծագործական վստահությունը գալիս է աշխատանքից հետո ու ոչ դրանից առաջ։ Այսինքն, եթե ուզում ես վստահ զգալ, անելիքդ բաժանի փոքր մասերի։ Սենց ավելի հաճախ կունենաս ինչ-որ բան ավարտի հասցնելու զգացողությունը ու հետևաբար վստահության զգացողությունը։ Երրորդ, ստեղծագործական ինքնավստահությունը բնավորության գիծ չի։ Վստահությունը ռիթմ է։ Ինչքան հաճախ ու հետևողական կերպով ես աշխատում, այնքան քիչ է ուղեղդ խուճապի մատնվում ամեն անգամ, երբ վերադառնում ես ստեղծագործելուն։ Ուրեմն գիտակցաբար ստեղծի այդ ռիթմը, ոչ թե հույսդ դիր տրամադրությանդ վրա։ Ամփոփելով, ինքնավստահությունը կախարդական զգացողություն չի, որին պիտի սպասես։ Այն մի վիճակ է, որին ուղեղը հասնում է, երբ հանգստացած է, գործերն ավարտին է հասցնում ու գտնվում է աշխատանքային կայուն ռիթմի մեջ։